Պանելը արդեն չի գործում, չի բետոն, մոնոլիտը չի գործում։ Վարդաշեն 6-րդ փողոց 66-ի դրոպ 1 Երկրորդ հարկի Սա համլողանում են համոտում են լվացվում են եւ այլն Ամանել լվում մի հատ կարելի է մոտենանք 21-րդ դարում ենք ապրում, սա Երևան քաղաքն է։ Այստեղ քանի ընտանիք է օգտվում է լոգարանից եւ այս զուգարանից։ Ամբողջ հարկը։ Չի, ամբողջ հարկը չի, այն կողմն էլ կա, էլի, դրան։ Հա։ Լավ։ Նույն վիճակը են կողմնա եւ էլեկտրահոսանքները, բարերը։ Ես արդեն ուզում էի դուք գայի, որ Անչափահաս երեխաներ կան, չէ՞, բնակվող։ Ծերեր էլ կան։ Ծերերը հազիվ էին, որ անկողնուց վեր են կացել եկել, դեղերով ու բաներով։ հոսանքների Լարերը ցույց տվեցի, հա, այդ վիճակը։ ստեղ գալիս են էլի, մի 4-5 ընտանիք է ստեղ են օգտվում։ Որտեղից, հələ ցույց կտա։ Ուշ տեղանա։ Բան չկա, այդ այսպես ասած դրսում հնարավորություն չկա, ստեղ են փռում, ստեղ են Չորացնում, ամեն ինչ ստեղ է։ չորացնում։ 21-րդ դարում ստեղ մարդիկ ապրում են Նույն վիճակում Ունա, սա թե բանա։ Չէ, Էլի զուգարան բախ։ Դե երկու ծայրամասերում զուգարաններն են։ Հա, իսկ լույս կա, որ մարդիկ լույսը գոնե վաղան։ Իրանք ունեն իրանց տների մեջ, էլի լույսերը, դες ընդհանուր չկա։ Չկա, լույս չկա ընդհանուր։ Այ քեզ սարսափելի բան։ Մի հատ լույսը կպայեք այն կողմի վրա։ Հա, ձեր տունը շատ խոնավ է, շատ։ Ես հեսա դրսից ցույց կտամ։ Դա նույնիսկ հիվանդությունների հիմք։ Բանա 4 ամիսա բուժում։ Հա։ Հիմա հոդացավ է։ Նորից հիշեցնեմ, որ մենք Վարդաշեն 6-րդ փողոցում ենք գտնվում։ 6-րդ փողոցի 66A հանրակացարանային 66/1 հանրակացարանային շենքում։ Ջուր էլ չկա։ Հա, ջուրը հավաքում եք։ Խմելու ջուր էլ չկա, այսինքն։ Այսինքն իր տանը չկա։ Հա։ Հիմա բարձրանում ենք երկրորդ հարկ, հա։ Հիմա ստեղից բարձրանում ենք։ Այո։ Հա, մեր Սա պետգույքի տիրապետության տակ։ Գլուխը։ Պետգույքին եք պատկանում։ Այսպեսի թող, մեր օպերասիոն, սպասիլիանջը։ Ասկոլնակյանը, որ լրացրել է, սեփականացրել է այդ նվիրատվություն են անել եւ այդ թաղապետարանն չէ, համայնքի պետարանը։ Որպես համայնքային։ Իսկ մեր պետությունն է։ Հա, նայ, ես որ եկել եմ, արդեն սեփականաշնորհածը ու ես մի անգամ թաղապետարանի հետ եմ եկել։ Կոնկրետ մենք, եթե թաղապետարանը Ինձ եթե ինչ-որ տեղը կանք պետք է ես վերցնում համատիրություն։ Արարա, կարաս կողմը բացես։ Իմս վարձովա տված ասպրես։ Զուգարան կա ընդհանուր։ Ես հարկել եմ։ Չէ, ստեղ ընդհանուր։ Լավ, իջնում ենք հիմա թե։ Այստեղ գնանք մեր շենքը։ Ստեղ բաց։ Լավ, իջնենք մյուս շենքեր մոտենանք։ Գնանք մեր։ Եկեք մերեն ներքևում։ Ընդհանուր զուգանից են օգտվում մարդիկ։ Ես իշներ թե Արմինեն տունն է։ ինչ անում է։ Հա։ Ըստ որ տանը լինի, լյանին էլ եմ ասել, շողիկին էլ։ Հա, ես մի բան ձեզ ցույց տամ։ Հա, եթե ցույց տաք։ 5-րդ արժեք
Նայեք քարերի որ առանձնացել են քարերը։ Հա, այս արդեն սեյսմիկ վիճակն է։ Ինչի հետևանքով է այս Տեսեք, այն մասով, տեսեք, արդեն ուռուցիկ։ Հա, առաջ եկած էլ է։ Եւ այն հատվածից, որ ոչ բնակելի է, այլ միջանցքի տարածք, այդտեղ բնակել չկա, վրաց ինչ որ ամփոփություն է։ Եվ այն մասերից բոլոր արդեն քարաթափելու են ինչ որ վնասներ են կրելու։ Թե որ մեկը դժբախտության առաջ կողմը չգիտեմ։ Հա, այ քեզ բան։ Ասենք թե բալկոները ապամոնտաժեցին, ասեցին դե լավ, ոչինչ։ Հակենք մի բաներ դժվար, բա դրանք ինչ են անում։ Խայտարակություն։ Մոտենանք մյուսն էլ։ Մյուս շենք էլ գնանք։ Մյուս շենքի բնակիչներ հետ։ Ջուրը մի քիչ ցամաքել է։ Դուք պատկերացրեք անձրևների ժամանակ ստեղով անցնել հնարավոր չի։ Ամենայն անկեղծությամբ ստեղտի ռեզինի սակովներ հագնել, որ կարողանանք այս ջրերի միջով անցնել։ Բլե ուսամուտները առավոտը անձրևից չի լինում։ Գմերն է որ ձունա գալի, այստեղ սարան։ Բայց ինչքան էլ երեխուն տակ հաղթնես, այդ խոնավությունը պապալու կճոճրած բոլոր հոդերի խնդիրը բորբսնած է։ Ես երեկ էլ եկան նկար ցույց եմ տվել երեխուս անկողինը լրիվ բորբս։ Խոնավության Այն մեջ։ որ ասում տասած յորղան դոշակել տնեց, որ մեկ այդ խոնավությունը բորբոսը երեխուս անջում է։ Այս նույն տիպի սա ներսն է։ Ուղղակի ներսը մարդ կար չկարողացա նկարեին։ Այս Ասեմ այսօր իմ աղջիկը Շնորհավորեցինք Պարոն Փամբուկչյանը հետ այստեղ հազար անգամ։ ներողություն։ Ես արո, այստեղ են կայնե պարոն Փամբուկչյանի հետ։ Այստեղ որ կայնեցինք զրուցում։ Այնտեղ են կանգնած զրուցում ենք։ Այս տեսել են այսինքն այս իրավիճակը։ Մեքենայի հետ եմ այստեղ։ Քարը տեսեք էս քարը։ Դեպի վերևել տեսեք մինչև 4-րդ, այն հատվածը։ Հա։ Մինչև այնտեղ այսպես քարաթափում ալի։ Մենք չենք կարող այս վիճակում ապրենք, Սոնա Հա, ջան։ հնարավոր Չափած երեխեք կան։ որտեղ։ Այս Երրորդ այս է լրիվ պատը քրքրած է ներս։ Ու ասեմ, կողքի շենքի կոյուղիները սա պայթել է, եկել է ցվելա ստեղ։ Միանգամից երկու շենքը պետքա տարհանել։ Այն ջան, այն քարը խորտենորոցիկ է պատանի կողքինը մեկ։ Այս ամենից գլուխն հա, էսա։ վերևի խոնավություն։ Հենա, մի րոպե։ Նա տեսա։ Այդ են վերևը քարեսա կընկնի արդեն։ Այսա վտանգավոր է, այս քարը ինչ որ մեկի գլխին հանգար չընկնի։ Այս մեկն է։ Ամբողջ քարաթափվում է։ Էսի հաստատ ոչ մեկ չէր կարող քանդել, էլի։ Հա դե բնականաբար ոչ մեկ չէր կարող քանդել, բարև ձեզ։ Շնորհակալ ենք որ եկել եք։ Ձեզ ենք շնորհակալ, որ դիմանում եք այս պայմաններում պայքարում եք։ Հա։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Բարև ձեզ, ժողովուրդ ջան։ Շնորհակալ ենք շատ։ Հա, ժողովուրդ ջան, խնդրում եմ, եթե ունենք այնց բնակարան, որտեղ վտանգավոր վիճակ է, սեյսմակայունության առումով եւ նաեւ խոնավության, մի հատ դա էլ ցույց տանք ու գանք զրուցենք։ Սեյսմակայունությունը հենց իմ դրամն է, պաները հեռացած է։ Եկեք գնանք, որ ցույց տակ ու գանք ժողովրդի հետ Դե խոսենք։ գնում ենք։ Հա։ Բարձրանենք 5-րդ։ Գնում ենք, հետո ցույց ենք, էլի։ Այո։ Տունելա, Հա։ խոնավ, ճաքերը, Բայց նա թելն ենք վերնենք բռանք, էլի։ առաջ են ճաքերը, էդի իմ տունելա, հավոր վիճակը, իմ տան վիճակը, Որ հարկը, կգաք մեզ ցույց տակ։ Մի հատ իր հետ, հա, մի րոպե սպասեք, գնանք ու գանք ձեր տուն։ Մի րոպե սպասեք, խնդրում ենք։ Որ ասիկ լրիվ անելանենի վիճակ, այն մեր ազատամարտիկի տունը կարային ցույց տային, որ Էսա գանք, որ իրանք ցույց տաք։ վախից են, որ ասում է գնացել վարձով են մնում։ Հա, այ դա պիտի գանք հիմա ուրեմն ապրեն։ Զոված երեխա է, հա։ Զոված երեխա է, այն մեկն էլ զոված։ Այս աստիճաններն էլ ցույց տանք, որ մարդիկ ինչ աստիճաններով են։ Հա, այս Անալիզացիայի մեջ մուրացած է, անալիզացիայի մեջ։ Հա, ինչ անեն, բայց այդպես պայմանում հնարավոր է։ Ջուրը մեջից դուրս է գալիս, եկեք միասին նայեք։ Այս մարդը եկավ ուզեց սարքել չկարողացավ։ հա, Երբ կողմերից էլ ասես կանալիզացիա։ կանալիզացիա, հա, հոսում է։ Արջևում շոքամարը Անելանելի վիճակ է շատ։ Ներևում է բարձ։
Նա այդ բոլուղին որդերը սաղ, այսինք տներից դուրս ա գալի։ Տես այն մեծ օծը, որ են օրը բան էի կարել։ Հա, հասկացա։ Հələ նայեք խոնավությունը։ Ջուրը տնից ա դուրս տալի։ Տնից ա դուրս գալիս Նայեք, այս ջրերը տանից ա դուրս տալի։ Սա տնից դուրս է գալիս։ Այո, տան տակից։ Այո, տանտակից մենք երրորդ սրա վերևի հարկում ենք։ Այս Հա։ յան մեր կոնդիցիոներ միացված է։ Այս Այ, եղանակի հա, միացված միացված է, տան մեջ է։ բոլոր շեյ։ Հա, հասկացա։ Էլ ինչ պայմաններ ասես ստեղծեցիք անհնար է, անհնար։ Բոլորը գիտեն, որ բոլոր սեզոնները մենք վերանորոգում ենք։ Հա, ստիպված բաղոյս ինչ վիճակ է արդեն։ Հա Չեն էլ տալիս, օրինակի համար, եթե հիպոթեկով ինչ-որ բան պայմաններ Հա, հնարավոր չէ։ բոլոր գումարը նախ էլ տուն կունենայինք եւ լուռումոտ կապ։ Այդ ծախսերի վրա արդեն դուք խնդիր կա։ Ուզում եմ ասեմ, անփույթ չենք, որ ասեմ, չենք անում, անում ենք։ եկեք ինքան մաքեն տրամատկանց հետ եմ կներեք Ոչ մի խնդիր։ Հա, մարդիկ իրանք էլ ոնց որ կունեցին հոգնում են այդ վիճակից։ Հա, մարդիկ գնացից են տալիս, թողել են գնացել են։ կանարել Հա։ մարդը բայց էլի անընդհատ ջրերը սենց թողել է դռները բաց համեցեք մեկ ուշը կարող գար բայց Հա։ անհնար է ստեղ սարքել Բա ես ինչ կարշահոտություն։ Բա այդ է էլի նայեք եկել են սկսել են ու թողել են կիսա ինչ անեին մարդիկ Այ քեզ բան։ գործիք քեզա նայ ներքաշենք աշխատանքի մեջ չենք գտնվի վախենում մեր վերամենա, մենք էլ հնարավորություններ չունենք համայնքային միջոցներով շենք տրամադրենք ձեզ բնակել տարածք, սա հենց հայտարարած, սա բնակել տաներ է, որ թողել են գնաց։ հետո այս կողմից էլ Հեսա մի րոպե մի հատ time ոնց Տեսեք, ասել, սա խնդրում ա վերևից, չգիտեմ, հայտարարած։ Այն պատկերը Շենքի այս հատվածից այն քարերի։ Հələ։ Եկեք որ վերևներից տանիք չունենք, տանիքի վրա ծառ աճում խոնավություն է։ ջուրը մեջից դուրս է գալիս։ հա հեսա գալիս է Հա, այդ կողմից։ Ինը ընտանիք է, 9 հոգով։ Հա, 9 անձից բաղկացած ընտանիք։ Պատուհա էտա, նայեք, հենա։ Այս վերջի պատուհանը։ Հա, ամբողջովին թափվել է։ Իրանք իշխան ուզեցել են բաներով հավաքել, սաղ ներսից պարզ երևում է։ Լրիվ բան արած է, թափվում է, չեն կանում, գործը կիսա թողել են, կեսը վարձով, կեսը որ բան տրամադրել է իրանց հետ, որպես զինվորականի տուն, տեղ կերպ եմ ռասման տանիքից տեղավորվել են։ 27 միլիոն տվեցին խաղահրապարակ Հա, բայց այդ ում է պետք, այդ երեխեք էդ էլա քանդվում։ Անցյալ տարի է ինչ է բացել։ Հա, Պիսի կանայ լրիվ Եթե պայմաններագոն է տանիքի մասին մտածեն չէ։ մենակ էս ֆոտոս վտանգավոր, սա ինքը սանիտարագիտեմիոլոգիական Երեխային է խաղահարապարակ, երբ որ զգար անվտանգ չի, երբ որ սեյսմակայուն չի, շենքը որտեղ այդ երեխեն է ապրում։ Եկան ապա մոնտաժեցին այն ժամանակ, երբ որ արդեն աղբորս երեխեն բալկոնից կախվել էր, եկան ապում էր։ աղջիկերը որ ապամոնտաժեցին ինչ է Աստված այդ այստեղ մտեք երբ որ ասում ենք տնից ա դուրս Հա։ գալի Հա։ Մի հատ էս բարև ձեզ։ մտել եմ դեռ Ցոտը։ Նա տնանց անենք։ Բարև։ Հա։ Սամրաջան, հեսա նայեք։ Ես նոր վերանորոգված տուն է, այսինքն նորացելով մի երկրորդ ստա։ Չես լսել որ խփել են նոր ենք ահա Ինչքան ժամանակ է, որ մի քանի ամիս առաջ եք վերանորոգել։ մի տարի չի մնում ինքը Հա, մնում, այսինքն սենց խոնավությունս վնասում է ամբողջ։ Նայեք ա դուրս տալիս լավ հարավինը
Էսել հոսանքի մուսն այ Հա, այսօր հոսանք։ Էսել հոսանք։ Հոսանք չի աշխարհ։ Բարև ձեզ։ Ոչ մեկը չի աշխարհ։ Դե դուք նկարեք։ Հա, հիմա կգանք։ Հիմա միացրելը։ Ասենք մի հատ եկեք, ծներեք։ Մանկակ։ Հա, Երեխու սենյակն է։ Այս պատուհանը ուրեմն բացում ենք, որ օդափոխություն լինի։ Նայեք, արդեն բորբոսներ է։ Այս կարից արդեն ջուր է դուրս գալի։ Քարն է։ Ահա։ հա, տեղից ջուրը դուրս է Այդտեղից գալիս արդեն ջուր է, արդեն։ քարն է բացվել։ Ճաքը։ Հիմա ասենք ստեղծել ենք 22 տարի, 23 տարի է, տան նման ենք վերաբերվել, տարածքի հուրցի ասենք, հիմա նայեք, ունեն հարմարություն, եկեք բորբոսը առողջական խնդիրներ ունեն։ Վիրահատվել են, 6 հատ քիմիա եմ ստացել։ Այդ քիմիայից հետո իմ ոսկորները ցավում է։ Ես անկողին չեմ ծածկում։ Այ հենց նոր արագիներ ծածկեցի, որովհետև ասենց է։ Այս մատրասա բանա լրիվ ինչ է լինը։ Գույնը, հոտը, ունեմ ամեն հարմարությունը ստեղծը, իսկ սա գիպսակարտոն է, այսա թրջվել է, գիպսակարտոն է, Տեսեք լրիվ ջուր է։ լրիվ ջուր է, այսա քաշեն կերևում է, որ ինքը թե չէ սա էլ ավելի վատ վիճակի կլինի։ Այս կողմը նայեք, ահավոր է, բարերով ասելու չի հոտի, չգիտեմ, դրսից էլ է պարսել։ Հա, պարզ Հիմա երևում է։ ասենք ստեղ որ խոհանոցն եմ մտնել, էլ ես չգիտեմ, ճար չկա, ուր գնանք, ինչ անենք։ Այս մեծաց է, այստեղից կողմը։ Ստեղ նայեք հոտը, Հա, լրիվ ջարդվել, այստեղ մահաց առաջ է եկել, հապվում, իսկ ստեղ աղն է որ նայեք, աղը խոնավացած է։ ձեր տվեք դուք ձեր ձեռքով։ Հա, լրիվ ջուր է աղը։ Ջուր է։ Սեղանի վրա տենց Սեղանի վրա, էսի պեչելին է, միացեն, ձեր տվեք, ինքը, այսենց։ Հա, պարզ է։ Իսկ էսի բորբոստից ընդհանրապես ոչ մի բան չեմ օգտագործում, երեք եմ ցույց տվել լրագրողներին մաքրը, այսօր նորից նույն ուղոտը։ Ուղը, որը քաշում այս է, լրիվ ու քաշես, լրիվ մեր շարած պատն է, ստեղ էլ չեմ ասում։ Հա, առաջ եք բերել, որ Առաջ ենք բերել, այս է բանը, ջարդվել է, ստեղից էլ արդեն ջուր դուրս գցում, չգիտեմ։ լավ։ Սպասում ենք Իսկ Հա, գնացինք։ ամենակարևորը այս Հա, սա դե ցույց տվեցինք։ Այս ամբողջը տալիս է, էլի։ Դուրս է գալիս էլ այդ բանը։ նայեք, այս ավելը ստես, Լավ, ես կոմար։ Հա, հա, հասկացա։ Ուեդի կոյուղա ջրեր, էլի։ Կոյուղա ջրերն է։ Խմելու ջուր չի, Սոնա ջան, անկեղծ որ ասեմ, ինքը տան ձեն աշկով մի անգամ եկակ ուշ ժամի հիշում եք Հա, անցած հա, հա։ տարի։ Հա, ամբողջ քարերը դուր քարաթափման վտանգը կա։ Փոխեցանք որ կապ Հա։ պիտի քարաթափում լինի։ Հա, սրա փոխարեն այնքան գիտեք ինչ որ կարելի է ասել հա գումար չունեն բան բայց այդքան որ տեսնում ես ինչերի վրա է գումարը մսխվում որը անվտանգության հետ կապված չի ավտոպարկը թարմացվում է ապարքեվավճարներ աշխատավարձերա բարձրացվում Առաջ մարդեր եկել ասում եկել ասել այնքան էլ անմատկային պայմաններ 1 միլիարդը վերազանցում է 6 ամսվա մեջ։ Այդ 6 ամսվա մեջ թող 1 միլիարդը ստե դնի, ես խալ բան եմ ասում։ ասեց ու ծիծաղեց։ Իթարել վարչապետի Վարչապետին ինքը ասեց ու հետո ծիծաղեց։ Այ, Սոնա ջան, այստեղից սա թափում է այս շենքի կոյուղաջրերը, սեփական տները։ Ես այս կադրը ունեմ, ես կարամ հիմա քեզ ցույց տամ։ դե տեսնում ենք մեր աչքով Վաղը քեզ կուղարկեմ։ ինչ մի ձևից են փակել են որ այդ ամբողջ խոնավությունները
անգամ այդ բանից հետո մարդիկ նոր վերանորոգել են նորից, մի ամիս չկա որ վերանորոգել են իրաց տները, որպեսզի Գոյղաջրել այս ներքևի փողոցը նկարեք այստեղ են թափում։ Ես քո այդ վիդեոն ունեմ, բայց միացել դու նկարել։ Տեղից թափվում է։ Հա, այս ձեր շենքի կոյուղաջուրն է։ Ջերնա, սա խմելու ջուր չի։ Ուլը սեփական տներ։ Տները։ Այդ վիդեոն էլ ունեմ, ես կուղարկեմ իրեն։ Ամբողջովին խայտարակ վիճակ։ Ու անմարդկային պայմաններ էս պարագայում։ հա, հաստատ։ Եթե մի զուգարանից օգտվում է 12 ընտանիք, 18 հոգի չէ, 18, 18, ավելի բա։ 18։ Ասենք ամեն մեկը մի հոգի էլ չի։ Կարելի է։ Հա, ամեն։ Նայ, Սոնական, ասենք ստեղի, տեսի արդեն 68-ի անա։ Հա, 66 դրով մեկ է նի է։ հա, սա 68-ի ան։ Էսի Սա ձեր տունն է։ ոչ բարո, ասում եմ ստեղ։ Հա։ Հա, ահա որ է խոնավության հոտը։ Իրանք վառարան են բաղում, ինչ որ Հա, որ գոնե մի քիչ չորացնեն։ կարողանան։ Բարև։ Բնակելի տուն է։ Հա, այս ինչ խոնավության հոտը ստեղ ավելի շատ։ Որ քարը, այդ երբ հա փոկվել։ Ավինյանն եկավ տեսավ, հենց այդ օրը։ Հետո Ամինջան հատեսի։ Ավինյանը եկավ տեսավ, ասեց մայրիկ ջան, այստեղ ոնց է կնքում ներնում։ Դերի քարերը։ Ինքնուրույն փոխվել են։ Հա, Զարմացավ է։ մերսանգ է։ Բախտի բերմամբ վնաս չի եղել։ Սոնա ջան, տեսեք։ Անդրեվատրերը որ գալիս է, այսինքն խոնավացում։ Պանել է էսի համարվում։ Առաստաղն է ընդհանուր շենքի, միջանկյալ բալկա է կոչվում։ Պատկասեք շենքը Այն արանքը, նատ է տարանքը։ շենքը էսրա վրա է նստած։ Այդ է տարանքը սա նկարի։ Ու սա համարվում է բնակելի։ Նույն է ծևի մեր տունն է։ Ու պարոն Փամբուկյանը Հիմա ասում է, որ բարձրանում ենք հերթով։ եկող տարի ձեզի նոր կհասկանանք։ Այդպես բան չի կարա լինել։ Ման Երկու շաբթի պարոն Փամբուկյանը կլսի։ Շենքի կոյուղատար խողովակը, նայեք, Ահա։ ստեղով գալիս է։ Հա, սա է։ Էսա։ Ստեղ գետնով գալիս է։ Բայց այս խոնավության հոտը անտան։ Միանում է այս կողմին։ Ստեղ էլի շենքի բնակիչներն են միանում։ Ստեղից գալիս է։ Նայ ջուրը նայ Սոնա ջան, այստեղ Հա, թաց է լրիվ։ Ինչ է ստեղ։ Ստեղ 2 տարի առաջ խթանվել էր։ Եկան բացեցին։ Սպանիայի պատա։ Հա, ցույց տվեցի։ Ստեղից գալիս է ես կողմին, էլի կոյուղատար խողովակը։ Այսպես գալիս է։ Ստեղ ապրել հնարավոր։ Հա, անտանելի է այս պայմաններում ոնց կարելի է ապրել։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն, որ դիմանում եք։ Ինչ անենք։ Եկեք հիմա Հա, չէ, այստեղ վտանգավոր էլ է, պիտի արագ լուծում տրամադրվի ստեղ։ Այս է փլատակները։ Տունը չի։ Չէ։ Համարով դե ունի։ դժվար է գալիս այդ խոնավությունից ու բանից է բռնվելա չի կամ ոդային Խնդիրներ ունի։ Հեսա նարայի կադրը։ Ուղարկեք էլի ինձ այդ ավելի լավ է։ Էլի կա տուն, որ ուզում էիք գնալ։ Հա, ուղարկեք, մենք հիմա եթերում ենք։ Տիկի նարան ի։ Դիտահորը, որ լցվում է, Հա։ լրիվ իրատուն է լցվում։ Հա։ Երեք չի առաջ օրը խոհանոցի կահույքը հանել էր, որտեղ տակը բանը լրիվ փտել էր ու 6 ամիսը մեջ պետք է կահույք Կահույք փոխես, այսինքն պիտի միլիարդատեր լինել, էլի, որ ապրել ստեղ։ Տարին մի հատ հերոստատույց եմ արում։ Տարին մի հատ, մեգայից։ Խոնավությունից ինքը անջատվում է։ Դիոդները մեջի լամպայա։ Հա։ Այլ բան չի։ Շանում են։ Հա, հասկացա։ Մասնագետներն ասում են, պետք է փոխեմ ավելավա թազեն առնում։ Տարին մեկ անգամ տելևիզոր եմ սարքում։ Արմեն։ Հեսա։ Տիկին ավետիցան արեք։ Ես են նկարեք։ Ես ինչ Փոխում գնում է։ ստաշ ջան։
Ստեղից այսպես ջրերը դուրս է տալիս, լցվում է, այդ խոնավությունից նայեք, գետին է, Հա դե գետինը պարզ որ ամբողջովին ինքը բանն է քանդում։ Հա։ Աննա, բացես դուրը, ահա։ Որ պատերի խոնավությունը տեսնենք, էլի։ Հա։ Հա, շատ լավ, մտնենք ուրեմն, հա։ Հա, եկեք։ Բարև ձեզ։ Հա տակից հետը տշենքի տակից գնում է, նայեք, մտել է։ Երեք եմ քարել։ Բարև ձեզ։ Ասեցի չէ դժվարությամբ քայլում է, հազիվ քայլելով եկել։ Նայեք։ Հապում է, անընդհատ դուրել է ամբողջովին։ Նորա փոխել էլի, կահույքն էլ էլի ինչքան կարելի է կահույք։ Երեք եմ կանչել եմ նա դռները քանդել են տարի։ Նայեք, խոնավությունից Այս հիմնական կադրն է։ պատը առաստաղից լավ անհասել է։ Էս նայեք։ Հենա, հա, այդ խոնավությունից է յախնիկը։ Ու լցվում այն տուն, լրիվ այդ կոյուղաջրերը սաղ իմ տուն է լցվում։ Պետության կողմից որևէ աջակցություն ստացել եք, ինչ որ բանով օգնել են ձեզ։ Ոչ մի աջակցություն, եղել է գիշերով ա եղել, ես 20-25 հազար փող եմ վճարել, որ եկել են մաքրել են։ Հա մարդը ինչի դեր Գիշերը 25 հազար չեն աշխատում իրանք։ Այս վիճակում են ինչ ասում։ Սոնա ջան, մի բան էլ ավելացնեմ, Ամեն օր մաքրում են, նայեք, ուռում ա, նայեք։ Սենց ուռում դուրս ա գալի, այս դրա հետ Հա։ Ես նարայի տունը ես երկով քանդել, սեյսմիկ այանից եկան, դիոթեզիա էին անում, այն փարոսիկներ էին կպցնում ճարքերի վրա, հասկանում եք ինչի մասին է։ Այստեղ ես քանդել եմ, իրանք փեդից բալկա են տեսել, ստե տարես պապի կար մահացավ, ինձ ասես տղա ջան, ես կմեռնեմ կեթամ, բայց հիշի, դու շենքում տարապել ես, քեզ տուն չեն տալու, միջև ես բալկան ցույց չտաս։ Եկանք ասենք տիկին արա, պետք է քանդենք, ասես քանդեք։ Քանդել եմ տարո փարոսիկ։ Փարոսիկ էր կպցրած, փարոսիկը պայթել է։ Նա չի տիշում։ ինչ ասեմ։ Այսպես գերաններ էր կլոր։ Այսպես փեդեր է այդ մեջը։ Որ մեկն ասենք, որ մեկը թողենք։ Այդքանից հետո պարոն Բամբուկյանը այս տարի ոչ մի բան չեմ անում, որովհետև իմաստ չունի։ Բայց դες բանը արդեն փտել են, ասի, էսի փոխեմ։ Երեք էտա կանչել եմ, դռները քանդեցին, հանիմ չափսերը վերցին, նման տակից ջուր է։ Ուղղակի այսպես պիտի տեսնեն, էլի որ հասկանան։ Հա, պիտի բառացիորեն տեսնեն, որ հասկանան մարդկանց դրությունը ինչն է։ Այստեղ քանի ընտանիքներ էին, մի հատ նորից հիշենք, էլի թիվը։ Ընդհանուր գրանցված այդ մաներով 90 Ապրողներով, հա։ Այդ ապրողներով աստիճաններից 60 քանի ընտանիք։ 5 կողքի շենքը։ Հա։ Ընդհանուր 120 ընտանիքի ռեալ, որ մարդիկ ճարահատված Ապրում են, հա, որտեղ Երբ չկա, ես կոնկրետ ի վիճակի չեմ գնամ վարձ տամ։ Հա։ Կոնկրետ ի վիճակի չեմ։ Չգիտեմ, պարոն Ավինյանը որ եկավ, Էսի նորը Սեպտեմբերի շարել, ութին։ 2 տարի է որ շարել են, ստեղի այս ջրերը չլցվի տունը։ Հարկել են, որպեսզի չլցվի տունը։ Որովհետև էլ ճար չկա։ Հա, հնարավոր չի սենց ապրել։ Հիմա մենք համատեղ մի հատ պահանջը կոնկրետացնենք եւ ասենք, որ անհնար է այս իրավիճակում ապրել, հնարավորինս կարճ ժամկետում։ Սեղմ, ամենասեղմ ժամկետները։ Ամենասեղ Մամուրները նայեք, խնդրեմ։ Հա, լրիվ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Ոչինչ, դուք ինչպես եք։ Այս դրսի մամուրները ներսը սունկ են։ հեռախոսի համար արժանների վտավեցի։ Հա, հա, հա։ Պահին կորավ, չգիտեմ։ Ոչինչ։ Ես կտամ քեզի համար։ Գնացինք, եկեք։ Ամառը սարքել է, նայեք, նորից աշնան բերան սարքել է, նորից առանձնացավ իրար, որովհետև մանր երեխեք են Բարձրանում իջնում են ինքն է խոնավաս, արդեն շարժվում էլ է, չէ, երևի քայլելուց։ Այս վիճակը արժանները։ Լույս կա։ Ստեղել վերնելուց Պայեցի։ պահում ենք, վայ, դու ասես մենք չպահում։
Պատագոլնիկը մի հատ խնդրում եմ, այդ կանաչը դրսից որ աչում է, սոնա։ Հա։ Հələ պատագոլնիկի վիճակը նայի։ Հələ լրի բացի բալով։ Տղեն քանի անգամ գաջեց, գաջը թափավ։ Ցեմենտ քսեց, ցեմենտը հեսա թափում է, նայեք։ Նայ։ Անհնար է ժողովուրդ, ես կարծում եմ այս պայմանները։ Հələ բալկան նայ, բալկեն ճակը նայ, Սոնա ջան, նայ։ Հեսա, այս ճակը, ընդհանուր շենքի բալկանն է։ Այստեղ պատալոկը մի հատ նայեք։ Նայեք պատալոկը։ Արդեն ճաք է։ Հա, այս արդեն երևում է։ Նայեք։ Այսինչ։ Նայեք։ Այս խոնավության հոտն էլ է անտանելի, ո՞նց եք դիմանում։ Հա։ Որ չեկավ, արդեն Բարդ է լինելու։ մայկը պահանջենք։ Չէ դե բա, այս Վերջնական։ Թող պարոն Ավինյանը գա, վերջնական տենա ու ասի մեզի օր ամբողջովին հա, երևում է այս անտանելի վիճակը։ Հա, իրով զարթնում եք, ինչ անեք, արդեն էլ ստիպված եք։ Հա, 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 ահա որը։ Ճիշտ է, իրոք մարդկային պայմաններ է 21-րդ դարի համար, Երևանի քաղաքային իշխանությունը, բարև ձեզ, եւ նաեւ կառավարությունը հնարավորինս արագ ժամկետում պարտավոր են գտնել լուծում մարդկանց տեղափոխելու եւ ապահովելու նրա տարհանելու, տեղափոխելու եւ ապահովելու եւ բնակվարձով եւ մնացյալ գնացինք։ Եկեք գնանք։ Հա։ Այս շենքի ահավոր տեղերն է։ Այդ կարակ մի հատ բացենք դիոր զուգարանը։ Ռիտային ասա, ես նույնիսկ նրանք հոսանք և ջուր, իրար որ պիսավյացի կակապաս, միատ պրովոդ պոկվեց, երեխաշնակ, հոսանքը տոքի տակ ընգնեն, հոսանքը և ջուրը մի ուղությամբ գնում է, նույն միատ ասա սրանք, Միատ ասա թող բացի էլի այդ արտակնոցը։ դարձել եմ ստեպական, Տեսի կոտում է, չէ՞ վիրոն։ Այստեղ էլ փաբա զուգարանա, որ համարտային պայմանները, չգիտեմ, բանալիներ հիմա մոտա չեմ կարասեմ, բայց վերևից էլ բոսենք մի քիչ վերև էլ պահեք, ենակ երևում է։ Սպասի մի րոպե կարեն։ Մինչև գան, հա։ Հա։ Տեսեք։ Հա, ասին ներսը ավելի վատ վիճակ է։ Ինչքան է հնարավոր չի դա քողարկել, որտեվ ինքը արդեն հլուզման վտանգի է։ Իրոք չէին կպնում, փոխվում էր երկաթները, փտած էր։ Այդտեղ բալկոններ, նայեք։ Այս լարը պահում է։ Թափում էր բալկոնները, նայեք շենքի։ Նույնը միջև վերևը, ես վերևի հարկի ապրող եմ։ Ոչինչ, հիմա հերթը բարձրանում է մի կարևոր պահ։ այս շենքը սողանքային է, պատուսկամները այդ սողանքը լավ արտահայտում էին, իրենք եկան ապա մոնտաժեցին, որ այդ սողանքը չերևա, ոտեցի два բալկոնը հանել են, որպեսզի այդ սողանքը չերևա։ Չերևա, հա։ Հասկանում եք, Քողարկել են, էլի, բայց խնդիրը չեն լուծել։ չեն լուծել։ Այդ պայման ուզում եմ նշվի։ Ապահովել ենք վթարային չի ու գնացին։ Այտենց չի լինում անվտանգությունը ապահովել։ Հա։ Գնանք մի հատ այն կողքի բալկոնները, որ ապա մոնտաժար չի, ասում է պիտի գա գետել ապա։ Հա, ամբողջովին Նկարեք առաջավանդակների։ Սեսմիկայանը գրանց է 4-րդ պլյուս։ հա, տանգավոր։ 4-րդ պլյուս, մի հատ վերևի վրա։ Հա։ Մի հատ գնանք այդ բալկոնը։ Հա։ Այս բարև ձեզ։ Մի հատ էս մի հատ նայեք։ Աղբանոց, աղբանոց։ Ոսամ ջուր, սա իրար է դա։ Այստեղ ինչ կա։ Պետք է գալ էսի ապա մոնտաժ են սպասում։ Մենակ ջուր, տոմատը։ Սրա հետ, մի հատ նկարեք։
Սաղ պետք է ապամոնտաժեն, էս էլ մեր կայնած տեղն էլ։ Սա էլ տակից է տենց Սա երբ են պլանավորել գալու, բա ուշ չլինի։ Այսինքն քանդում են, որ Հա, չերևա ու չտան, հա, որ աշկ փոշի հաղցնել, թոս պիչեն կոպիտ ասա։ հա, ուր էր աղավոր։ Խոհատում է։ Հա, Ահավորները սկսա վերև արդեն նորից։ Եթանք մի հատ վերևի հարկը է սոնաճան։ Տատի ամնում մի հատ 86 տարեկան պարոն Ավինյանը ասեց մայրիկ ջան հետ գնա չընկնես։ Հա, ու եկավ այդ բալկոնը ապամոնտաժեց, որ մայրիկը չընկնի։ Նա դուրս պահեք էլի։ Հա, այսա, տեսեք։ Այ այսպիսի պայմաններում են ապրում մարդիկ վերև։ Մնում ենք ես կողմը։ Հա։ Գալիս ենք հեսա դե։ Կարեն լույս Ես ունեմ լույս կապավորը։ 85 տարեկան կինա։ Բարև ձեզ։ Ընդհանուր։ Ո՞նց եք։ Voi mirnen gez, միների ողջերի Ուզի հասկանաս նա Հա։ է սավտանը։ 2023 թվականի սեպտեմբերի 8-ին Հա։ նախընտրական օրերին պարոն Ավինյան եկավ ստեղ նկարեք էլի։ Մայրիկին ասեց մայրիկ ջան դու որտե՞ղ ես ապրում։ Մայրիկը արդեն մոռացավ որ ասին, դե ասեց ստեղ։ Ասեց սենյակդ որտե՞ղ է։ Ուզում էր գնար արդեն ասի պարոն Ավինյան, ձեր շանը կկապեք մի օր ստե ապրի։ 18 բնակիչ է օգտվում ստեղից։ 21-րդ դարում։ Նայեք պատերին նպատալոկ առաստաղը։ Там улица Իգարշկի туалетների։ И посуда Համ ապսենվում, համ էդ գարշա վեդրոյով ջրեն է թափում։ Եվ դա 17 ընտանիք մի 17 օկտոբր, 17 ընտանիք։ անձերը չեն։ Ինչպես է ստիկերում։ Կուխնի աուտելի կակները։ Հեսա լենտաները բերեց, պարոն Ավինյան եկավ գնաց, բերեցին այդ ժապավենները կպցրեցին, մեր թաղապետաները բունու վարչականը, մեր թաղապետանը բերեց, փագեց, բալկոններն էր ապամոնտաժին, այսքան սարքեցին չոլի, Արդեն 30 քանի տարեկանից տեղը միջև ավենցար, այդ բերանտատան չմնաց, նարկոսի տակ եմ ընգեր, եկրես, Արտեղ չկրեցել հարևանին էր, բերեց կծեց հիմա պետք է իրան տարիմա հաներան չկա։ Շենքի ամենատարեց կինն է, 46 տարեկան է։ Առողջություն ձեզ։ Նորա հիվանդանոցից դուրս եք մի դառնա։ Ծախ պլաստիկ հանած մաքրած, պլաստիկ ասախ։ Ոնց է ստիկել հիմա։ Խոսա Ավինյանը ինչ ասեց, չասեց տարուկես։ Հա, տարուկես էլ լաչի, այսքան համբերեր ես ասում, այսքան էլ համբերեր, տաս այսքան էլ համբերեր։ Բա հետ համբերելը, սպասմոն միարնենք հինգ, եթին երեխեքը քուչեքն են թափարը։ Տատին ենքան էր ուրախացի, ասեց Կարեն ջան, ապրես պարոն Ավինյանի, որ բերեցի ստեղ։ Անգեն աշկով ասի, մի հատ արին այ, Տիգրան ջան ասի, ինչ է կատարվում։ Հարմարություն չկար ես, այստեղ վերի հարևանին էր, վերի որ քարպես կա, քանի գոնե մեկը ոյետը պահակալու։ Միջև իրա քաղաքապետն էլ ես ճանաչել։ Մուզես տալիս եմ իրան, բաները մի տեներ չեմ կարող մտնել, չեն գալի տանել։ Մենք կարող ենք օգնել ձեզ որևէ բանով, տանենք։ Ինչ անենք։ Ինչ ա։ Եկերեմա, ինչ ա պետք։ Վարդան, մի հատ կգաս աղբերես։ Մի հատ հանեն եմ դեսել, ինձ արդեն չեմ կարող մեկ չեմ մտնել, այդ էստեղ եկա։ Չէ, դուք թողեք մի րոպե, դուք թողեք, մենք կտանենք։ Ես կպահեմ։ Ստեղից քաշենք աղբեր, այս պարախոդից անենք, որ ուղիղ գնա ապեր։ Ինչ ունեք ասելու այսօր Տիգրան Ավինյանին, որպես ամենատարեց բնակչուհի Վարդաշենի հանրակացարանների։ Ամեն հիվանդ, ես եմ վաղ անապով ընտանիք եմ ես, իմ երեխեներ տվեսներ, մարդուսներ, տվեսեր մնաց, եթին իմ բանակի ծարայ է, միջև մատ շատ չեն կապեին երեխա ունի, ես երեխեքի Հասկանալի։ Ինչ ունեք ասելու կոնկրետ Տիգրան Ավինյանին, քաղաքային իշխանությանը, ինչ կասեք իրանց այսօր։ Ինչ ասեմ, խնդրում ենք աղաչում եք ինձ,
4-ը պատա ես տեղի թողեմ ես տարական ես ջրերից թողեմ եթամես թողեմ եթամ երեխեքին հագեմ իմ Այս բոլորը խոնավություն է, նայեք։ Բացը ջուր, սենյակի պատերը ջուր է։ Մենք տեղ կհասցնենք ձեր խնդրանքը, կփոխանցենք, տեղ կհասցնենք, այլ ու եւ կպահանջենք։ Մենք ձեզ հետ նաեւ պահանջատեր ենք լինելու, իմացեք, որ ձեզ հետ ձեր կողքին պահանջում ենք։ Լավ։ Ձեզ էլ հասնի Աստված մայրիկ ջան։ Ես էլ ահա չեմ կարող խոսալ, բերազատամուց կա, հաշ չեմ կարող մուտել, արդեն չորացել եմ, մեղք եմ էլի, ընդմենակ փրկեք, ես ապրելա, ցիգանոց ես չապրի։ Ու համարվում է 4-րդ հարկի ջրի պատերը, 4-րդ հարկը, նկուղը հասկացանք պատվանը, բայց 4-րդ հարկի թաց է պատերը, անձեն աշխով որ ձեր եք տալի, ջուր է եսի, խոնավություն է։ Կգամ, անպայման կգամ կչապեմ եսա, մի 5 րոպեից։ Ինչ է տատի։ Ձեր շումն է, չգալու եմ չապեմ։ Ավինյանը ասել է, չեմ ես կան համպերի, ես Ավինյանին կասեմ։ Մենք իրեն կհիշեցնենք եւ կպահանջենք ձեզ հետ միասին։ Իգերիմա 5 րոպեից կգամ։ Բարև ձեզ։ Աստված ջան։ Ուտենց 18 ընտանիքը դեից է օգտվում, Սոնազան, հոսանքը խառնված։ Հաջա։ Մեր հարազատներն են, մեր հետ են։ Ազատիկին Փենյանը։ Մի քիչ հետո կբարձրանանք, ասացա։ Էս էլ է, ամբողջ դուրը նայեք։ Հա, Նա պահեք։ քանդած վիճակ է։ Լրիվ շենքը սա նստում է։ Այսինքն ամեն ոչ միայն անձրևաջուրը, անձրևը վերևից, գոյուղաջուրն էլ ներքևից, լրիվ քանդել են այս շենքը։ Ինչքան ամուր է եղել կառուցած, որ այսքան էլ Ծեցավորիչնեք մի հատ այնքան կարևոր բան ենք ցույց տալու, այդ որ ասացիք ամուր, միշտ մոռանում ենք դա ցույց տալ, ծեցավորիչնեք ցույց տալ։ շատ լավ, սպասում։ Ամենակարևոր բանը որ միշտ մոռացել եք Լավ, հա, ու շատ արագ անենք, որ այն մարդիկ արդեն հիմա գալիս ենք։ Մոտ պաների ձերքս մեջ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ստեղ եմ ապրում Սոնազան։ Իբր համարվում է, ասենք շենքի հələ մի հատ ուրիշ բառից է։ Սա իմ բնակարանն է։ Ոչ բարով ես ստեղ եմ ապրում։ Բարև Ոչ ձեզ։ ջուր ունեմ մեջը Սոնաջան, ոչ զուգարան ունեմ, ոչ կուխնի ունեմ, մտեք, արի առաջ։ Ոտքնես թող խերով Հա, ինչ խերով շուտ քանդել, նա քույս ներսը վարի։ Խերով լինի շուտ քանդեն, էլի։ Այս վիճակն է, ես ստեղ ապրում եմ։ Այս պայմաններով ոչ կուխնի ունեմ, նայեք։ Տղա ունեմ Ռուսաստանյան Դաշնությունում, ասում է գամց դե որտե ապրեմ, այր ջան։ 28 տարեկան է, եկյա մարդ է, ոչ ամուսնացրել եմ, ոչ բան եմ արել, ես այս ճակեր եմ։ Կար։ Այս էլ ամբողջովին։ Իսո մի հատ լույս կվարես, Իսո։ Հակիսվել է տանելը։ Իսո։ Խոնավ է, խոնավ։ Պատերից բռնած պանել մեծ սաղ ջուրը, խոնավ։ Даже картина, 17 հոգի ստեյց են օգտվում։ 17 ընտանիք էլ է։ Երանք դեկորանտները փոխելով, տրապները բացելով, սաղ օրը հիմա ջուրը լստեմ, նայեք ինչ վիճակ է։ Նայեք։ Այստեղից նայեք, ջուրը գնում է տակից կապի։ Հատի կարինի որ բացեց մոտը։ Հա, նա տակից արդեն ուզում ալեցվի։ Ուտենց հարմար մի ես կամ մեծ օրը խոմավ է։ Պարզը արդեն հասկանալի Այս զզվելի հարմարությունները։ Կարս լույսն էի ասում վառեիր։ Լավ, բայց վառեցին, լավ։ Նայ, Սոնա ջան, ձերքս մտնում է մեջը, հեսա, իմ դրան վերևն է, ես էլ որ ես տեղ եմ ապրում։ Հա, բաց։ Մատրես մեջն է մտնում։ Հա։ Իջնենք ներքև մարդկանց հետ էլ խոսենք։ Ես կատեղը ես եմ արել, մարդկիով, ես արի, բայց փոչմանել եմ։ Դե ապահովություն է մի քիչ էլի հնարավորինս բարև ձեզ։ Ամեն բոլորիս։
Կանդած։ Գալիս են։ Եկեք։ Ոսանքը ստեղն է ապնայք։ Էլեկտրոցանքի կողմի կանդես։ Ցույց եմ տվել ասել եմ։ Եկեք Հա, Հետո սերնային։ մի հատ մտնենք, ո՞նց ես։ Այ ես ինչ բուջուրիկ ես դու։ մեծ համսեկան։ Ոյ ոստված պահի։ Ոյ բլոջես։ Հաս, թոքաբոր բերեք։ Ես խոնավությունը։ Այս բաները ոնց է եղածել ես։ Էսա։ Ստեղի ճաքերն են, նոր ճաքերը արդեն տալիս։ Օդն էլ է, բայց շատ խեղդող է խոնավությունը, կա խոնավության։ Մեծանումա իրանք էլ ստեղ մնում են, աղջիկս 3 գորնիկներս 6 հոգի։ Հա։ Էս էլ մեզի ապագա զինվորա քնած։ Վայ աստված իրան։ Խաղաղ քունտա բալես քեզ։ Ամբողջ օրը այսքան տեղ ես։ Բլոջես։ Ջան։ Չապել է։ Բարինի չապել։ Այս իրավիճակում ապրում են մարդիկ։ Ինչ խեղդում է այս խոնավությունը, ահա որ Չեք տեսնում, մի սենյակի մեջ համ ուտում ենք, համ քնում ենք, քանի հոգի եք այս մենք 3 հոգի ենք ապրում մի սենյակի մեջ։ էսա պատահողները։ Նայեք, վախենում եմ, թե մի ուժեղ քամից ունենց է իրար գալիս, ես չեմ համ ինչ անում, այդ հանոց չկա, մեր նման պատալուկս մենք, սարքյում վերանորոգի, սա խոնավություն։ Չէ որ վերանորոգի իմաստը, տեսանք ներքևում վերանորոգ հաստները ինչ վիճակում էին։ Ոնց որ հին շորին նոր կարկատան։ Այս վիճակում։ Այսար Սոնա ջան, այստեղ էլ ապրում է, իր երեխեքի հետ, Այս ինչ ա եղեք, հանդվել է ամբողջովին։ այո։ Կանդվելա դուր ենք դրել, բան ենք արել, որ գոնետես մի հատ պաժարնի խոդ ունենանք։ Պաժարնի խոդ էլ չունի շենքը։ Ոչ մի տարական բան չունի։ Ստեղ երկու մանր երեխա են ապրում։ Բայց հիմա տեղն չեն ա դերտես, հա, դուրս դիմարի։ Մայիս ամսին որ գաս ունենա տարականների։ Հա, ձեր մոդել է, էլի խոնավությունը սենց բան է։ Այ այնտեղ նայեք։ Հա, այնա ճակում է դրան վերևը։ Ու երկու անչափահաս երեխա։ Աստված պահպան։ Երկու աղջիկ մարդու կնի, մարդն շաքարով հիվանդ է։ Հա։ Տեղ չունեն, այստեղ որտեղ նստեն, այստեղ ինչ չկեն, որ պարկել այդ մարդիկ։ Չարը կտրված այգեսենոտ հիվանդանոցում պահակ է, այն պահակի բուտկեն է պահում իր երեխեքին։ Մեկի մանգապատեր, մեկի դուբրոս, շռելու տեղ չունեն երեխեքին, քննելու տեղ չունեն, ուր է թան։ Էսի պայման է։ Չէ։ Էսի ցիգանները սենց չեն ապրում, ինչ որ մենք ենք ապրում։ Աստված դες համբերություն տա։ Նա դեր գնանք ենքում։ Նկարները որտեղ են տնում, որ Աստված կանչում, որ մի օր լույս բացի մի լավ։ Որել մենք ասենք։ Լքված սենյակ է, մարդ չի ապրում։ Հա, դե ստիպված մարդիկ թողել հեռացել են, որտեվ այս պայմաններում այդքան հնարավոր չի։ Այստեղ ընդհանուր զուգարանա։ Կրանից մեկը իրաներնաշորն է լվում, մեկը կանանչի ու կարտոշկա, ամեն ինչ, մեկը աման-չաման, ու ոնց կարաս այդ ափսեներից հաց ուտես, երբ որ ստեղ ամեն ինչը լվացում աստեղ։ Չեմ ասում տուալետի հերթի գոյությունը, որ առավոտ դպրոց են, գործի են, հերթին հերթ են կանում, երեխեքից այս մի տուալետ է, տուալետն է, սա ունիտազը իրար է գալի, վախում ես նստես, նստում ես իրար է գալի, օպշի, ջուր են տաքացնում, բենթոներով, կիպիճինիկով Ստեղ եք լողանում։ Այն ու բա ինչ անենք, ուր կնանք, այս պայմաններում, այս մի հատ կնոթը, աման ենք լվում, լողանում ենք, Հա, հոտը չենք կարող փոխանցել։ Հա, հիշացրեք։ Ավինյանը հարց տվեց, ներողություն, այստեղ քանի ընտանիք է օգտվում ձեր 5-րդ հարկից եւ ովքեր։ Ստեղից օգտվում է 17 բնակարան եւ անչափահաս առնվազն 9-ից 12 երեխա։ Առավոտը վեդրոներով գալիս է ստեղ, սպասում են հերթա, չեն կարողանում, մեկը լողանում է, մեկը Վերջը մարդիկ օգտվում են առավոտը։ Հա, էս էլ է խոնավության հոտը։ Փոքրաբոր բա։ Մի շաբաթ առաջ հիվանդանոցից դուրս ա գրվել։
Պատահանի խոնավություն։ Մեկա բուժվի, չբուժվի, նորից Հա, վերադառնում է հիվանդանոցից նույն վիճակն է։ Պատերային է Խոնավությունը լրիվ երևում է։ Փոքր երեխա գաս տեղից ցած կան, ես ինչ վիճակա։ Հա, այս այդ ապամոնտաժեցին, որ վտանգը չերևա, էլի իջերքը։ Ավելի վտանգավոր։ Բայց ավելի Дети подойдут и пожалеют. Ժողովուրդը լվացք փռի։ Լվացք փռելու համար կրել դավի ամեն։ Հա, մեկը պիտի փռի, մեկը Թեկուզ մեզ զուգարան գալու համար։ նույն պատմությունն է։ Հա, բախնդիրը։ Մեկը կանաչի է մաքրել, մեկը զուգարան, մեկը նոչերի տակ այդել։ Այդ ոչերը դեմը կոմես ստեղից, որ մի հատ երեխա կամ տարեց մաքրելով։ Այդ արդեն դերքն է։ լրիվ իրարական։ Իրեք հատ մաքրաշ։ Հա, որովհետև ինքը վտանգավոր է, սա։ Շենքն էլ է, մի քիչ վազ են հանկարծ։ Հա։ Հնարավոր չի։ Այդ մի պարանը այսքան ընտանիքի։ Այ քեզ բան։ Ըստ լվացքի կեսը հեսա։ Ժողովուրդն ասեն դռների դեմը ստիպված, որ կրիվ չլինի, ամեն մեկի շորերը չորանա, մեկը գործի, մեկը դպրոց։ Ստեղ նույնը։ Այս խոնավությունն էլ արդեն տունն է։ Մեր երեխեքներ ամբողջ օրը ստեղ խաղում են, մենք էլ ստեղ նստում ենք, որ չգնան դեպի բալկոն։ Դռնով դուրս չընկնեն։ Հա։ Իջնենք ներքևել։ Ինչ որ բան ունեք քաղաքային իշխանությունից պահանջելու դուք որպես տարեց մայրիկ։ Նոր բնակարաններով ապահով են դուրս գանք ստեղից։ Ահոտով ապրում ունեն։ Երազանք է դարել։ Մենք պետություն ենք կառուցել, պետություն ենք պահել, 30-40 տարի ապշապել ենք, պետության նալոգ ենք տվել, 2-3 հատ բանակային եմ տվել։ Հիմա ես այսօր զուգարանի մեջ նստել եմ, որտեղ քաշում, այս հասակի կնեմ 80 քանի տարեկան եմ։ Պետությունը ինձ սենց է արժանացնում։ Հա? Ես այդքան տարի ապշապել, պետություն կառուցել, իմ երեխեքին ուղարկեմ բանակ պետություն պահել։ Հիմա այսօր օրը ես սրան եմ արժանի։ Զուգարանում եմ նստել։ Զուգարանում։ Իհարկե սրան չեք արժանի։ Ամենաբարձը նաև որ խոստումներ են տալիս, ընտրությունից առաջ գալիս են, որ ամեն ինչ շատ լավ կլինի, բոլորը միաձայն այս ընտրությունները անցնի, կդիմեք մեզ։ Շատ լավ կլինի իրենց համար այդ պարագայում։ Անգամ եկան, դիմեցինք, դաժե քաղաքապետանից մեզ դուրս գցեցինք, միլիցիաներին կանգնացրին, ներս չթողեցին այդ անձրևին ու քամուն։ Անգամ այս մեր մեծ ասակները որ գալիս էր։ Անհամարական էլի, մենք դիմեցինք, որ իջնի, գոնե 5 րոպեով մեզ լսի, անգամ դա էլ չուզեցավ, աթոռը տաք էր, պինդ բռնել աթոռը, էլ հետաքրքիր չի։ Իրանց տները որ մտնենք ամեն մեկի ննջասենյակում տուալետը կա, իսկ ստեղ երազանք է դարել մարդկանց, մարդը քնի ձարդի շորերը հագնի, կոշիկ հագնի, որ գնամ, այդ գիշերով գնա հարամ լինի։ Այս մուտքին որ գնամ, 21-րդ դարում սենյակները չունեն զուգարան ու գնում են գիշերը տղամարդը կանոչ հետ ապրում այդ վիճակը Էլի կիսվելա, բանելա։ Արոսիկները վերին հեսա կպցնել են այ արոսիկները սոնատյան պայքելա Անցած անգամ այդ երկրաշարժին մինչև գիշերվա ժամը 3-ը երեխաների հետ դուրս ենք եղել աջալելով, խուրտկեքով, մինչև ժամը 3-ներ նոր ցրել ենք երեխեքին ներս այդ երեխեն չի հասկանում ինչով է մեղավոր որ այս պայմաններում ենք Եթե մի քիչ խիղճ ունեն, իրանց մոտ այդ խիղճը շարժի, ապահովեն նոր բնակարաններով գնանք, մենք էլ մարդավարի ապրենք։ Այս տարիքին գոնի շուշ քաշենք։ Ամեն հարգին 10 տղա երեխա կա, ապագա զինվոր է։ Այս Առողջ պիտի լինի ապագա զինվորներ, որ սահմանին կանգնի։ Չէ, ճիշտն ասած, այստեղ առողջ դժվար է մնալ, որովհետև արդեն կոկորդս ամբողջովին խեղդում է այդ խոնավության հոտը։ Պալիկլինիկա, ասում եմ, մի քիչ ուշադիր եղեք, էլի անընդհատ ասում եմ, ինքը պատվաստում պետք է ստանա, բայց քթերից հոսքը կա, նենց արեք թող դադարի։ Ասում եմ, բժշկուի ջան, մի հատ եկեք նայեք, այնտեղ մի ժամ նստեք, տեսեք, ոնց դադարացնեն 6 ամսեկանի քթի հոսքը։ Ու այդ երեխան 2 ամիս է ինքը պատվաստում չի ստանում, ու ես չեմ համաձայնվել, ստորագրել եմ, որ ես համաձայն չեմ։ Քթերից գնում է ջերմություն 7-8-ով, ես պատվաստում անեմ, իմ երեխուց ձեռ եմ։ Չէ, դե բնականաբար։ Մնում է բարձրաձայն ենք,
երկու շաբթի մենք կգանք մերը կբարձրացնենք դուք եք։ Մենք էլ մեր կողմից պահանջատեր կլինենք ձեզ հետ։ Իմացեք, որ Մայր Հայաստան խմբակցությունը ամբողջովին ձեր կողքին է։ Մենք ձեզ հետ պահանջատեր ենք, ձեր կողքին ենք, այնքան ենք պահանջելու, որ հնարավորինս ամենասեղմ ժամկետում գոնե տարհանեն, ապահով տեղեր տանեն, վարձով ապահովեն, որպեսզի կարողանալ այս խնդիրը լուծել։ Հակառակ պարագայում Աստված մի արասցե, թող լեզուս չորանա, բայց ես նույնիսկ քայլելուց տեսնում ենք, որ Սպիտակում առավոտ 5-ից 5 ձայն լսում եք ճռճռոց, ինչ որ մի բան հա ուժեղ քայլելուց էլ ես զգում եմ, որ վտանգավոր է։ Մի քիչ արագ քայլել, Աստված չանի վազել։ Ես ասեմ, նստեք նայ, մատրաշ երեխա է, հելը միշտ է, սրա վիճակը նայ։ Ես մի հատ կծրաստեղ չունի։ Շտապողություն որ գալիս է, այս աշճանների ձեն է, իմ սենյակը որ դուք եկաք։ Հա, այդ հեռավորության վրա լսվում է։ Լսվում է։ Ու կարող է լինի գիշերը։ Գումար չկա, բյուջեն գումար չկա, բայց ամեն օր լսում ենք Փաշինյանն ասում է, սրանից բռնագանձեցինք նրա միլիոնները, միլիարդները հետ բերեցինք, եթե հետ եք բերել օրինական ձևով մարդկանց ապահովեք բնակարաններով, ում է պետք է այդ միլիարդը դիր նստի, վաղը մյուս օր լսեք, որ այս երկու շենքը չկա, ինչ որ բան ձեռնարկեք, ում է պետք, ինչքան զոհ պետք է տակ, նոր շարժվի սայլը տեղից։ Էլ այն ժամանակ պետք չի թող։ Ասեմ, Տիկին Ավետյանը, քաղաքապետան լավ է միջոցներ ունի եւ բյուջե ունի։ Դուք ինքներդ մեզ քաջ ծանոթ եք, քաջատերված ծանոթ եք, քաջատերյակ եք ու գիտեք, իրանք ասում են կառավարությունը մեզ պետքա փոխանցի մեկ մեր միջոցներով, հլա միած սկսեք մի 100 հոգու անելը, մի շաբաթվա մեջ, մի հատ աշխատանք կատարեք, սա այլը տեղը չի շարժվում, սա դարել է այն Կարապխեց գետիրը եւ Գայլաձուկը հեքիաթը, պատմությունը։ Էնի նրան կոմիսա քաշում, սա իրա կոմիսա քաշում։ Հա, բա մեջտեղում ժողովուրդն է դժում։ Ստիճի արդեն կոչվում է ոնա, ուժվում է ժողովուրդը։ Լավ։ Մենք այս հարցը շատ խիստ ենք պահանջում, երկու շաբթի օրը դուք մեր հետ եղեք, մենք Ձեզ հետ ենք, մենք ձեզ հետ ենք, այո, մենք էլ տեղում կլինենք, պահանջատեր ենք, պահանջելու ենք, թող իջնեն ու ասեն սեղմ ժամկետներ երբեն ձեզ կարողանում տարհանել այս իրավիճակից։ Նորակառույց մեծ վարձով պետք է նորակառույց բնակարանների մեջ սնկի պես աճում են շենքերը օրեկան աղտի ու փոշու մեջ կորած է Երևան քաղաքը բոլորը պայքարում են օդի մաքրության համար չէ։ Հա օդի աղտոտվածությամբ էլ արդեն հատել են թույլատրել իշեմը։ Օդի մաքրության համար տուգանում է չէ գնում ցապատողին տուգանում է։ Այո։ Այդ տուգանքները որ ինքը հավաքի դա կազմում արդեն 8 միլիարդ։ Ինքը խոսում է հələ 3 միլիարդ փող չունենք։ Ինչի՞ չունես, կառավարություններ ունի լավ բյուջե, քաղաքապետան լավ միջոցներ ունի, լավ ավտոներ ունի, էլեկտրամոբիլներ պարկը դուքի գիտեք։ Այո, քաղաքապետանի ենթակայությամբ գործող ծառայողական մեքենաների պարկը 24 թվին ամբողջովին թարմացվեց։ Ես ինքս եմ գնացել քաղաքապետանի պարկի թարմացումը, ես վարորդներ ունեմ էլ ինձ հարազատ, թարմացված ցած պարկը։ Ամեն մեքենան արժի, թե 60-ից 65,000 դոլար։ 30 հատ մեքենա ինչ անում։ Մենք քրտնաջան աշխատում ենք, մեզ դրա համար պարգևավճար։ Բայց ժողովուրդը տեսնում է այդ քրտնաջան աշխատանքը արդյոք, չենք տեսնում, չէ՞, ոչ մեկս չենք տեսնում։ Հա, միգուցե աշխատում են, բայց իրենց համար, բայց մենք այդ աշխատանքի արդյունքը չենք տեսնում։ Եթե տեսնեինք 23 թվականի ավականու ընտրություններից առաջ էլ 2018-ից ի վեր փոփոխվել է երկրում իրավիճակ, չէ՞, խոստանում էին։ Դե 7 տարի ժամանակ ունեին, որ այս խնդիրը լուծեին։ Փակել որ չմրսեն։ Համատիրությանը դիմելու։ Համատիրությանը այդքան դիմելու։ Շենքից բոլորը ձեռ են քաշած, նայ։ Ոստանքի կաբելները ջրի խմելու ջրատար տրուբեկով են, խողովակներով։ Այդ վիճակն է, անտեսված, լքված։ Չկան այդ կապի հապատողներից իրենք տուգանքներ են վերցնում, հսկայական գումարներ։ Այդ տուգանքների փոխարեն թող բնակարաններով ասեն ապահովեն մարդկանց։ Այսինքն դուք ելքն եք առաջարկում տրամաբանական ելք, այո, ճիշտ է։ Տեղյակ եք, այո։ Թող օգտագործեն այդ հնարավորությունն էլ ունեն։ Շինթույլտվությունը տալուց առաջ կարող են պայմանագիր կնքել հետները, որ ամեն անգամ մի քանի բնակչի գոնե ապահովել բնակարանով։
Տասնյակ շենքեր ա կառուցվում, ամեն շենքից եթե մի 5-6 բնակարան կա, կողակնից գործը։ Մարդիկ ապրում են ստե 25-ից 35 տարի, բնակիչներ կան, հլա ես 7-8 տարվա ապրող եմ ստե։ Դարձել է երազանք, իջնենք են ներքևում կարիքում Ձեզ առողջություն ենք մաղթում, համբերություն, իմացեք, որ մենք ցանկացած պահի ձեր կողքին ենք, ժողովուրդ ջան։ Շնորհակալություն ձեզ էլ, շնորհակալություն, որ դիմանում եք այս պայմաններում։ Հա, մեր ոտքը թեթև լինի, հա։ Այստեղ մի հատ կին կա, որ ասես մի հատ բան կա։ Հա, իջնենք ներքև, որ ցույց տա։ Հա, ասես։ Հա, շատ է վտանգավոր, էս էլ է վտանգավոր։ Հա։ Աբինյանը տեսնենք։ Չեն արձագանքել։ Հա, հա։ Կարեն ջան, я говорю, Հա։ Не перебиваю, я հիշացնում եմ։ Այսինքն, բայց ցույց եք իրեն հանձնել եք այդ ստորագրություններով պահանջը, որ ուզում եք իր հետ։ Հանձնելի ռեգիստրատորով, Հա։ այնտեղ Եկանք։ ինքը չի դուրս եկել։ Չի դուրս եկել, այսինքն 60 ընտանիքի։ Սևագրությունն է մոտա։ Հա, այդ շատ լավ։ Մի հատ շենքի արանքը։ Ահա։ Եթե պետք լինի, կարող եմ տալ նկարել։ Հա, կուղարկեք ան։ Ես միշտ եմ։ Հա, բերեք։ Էդի բարձրաձայն եմ։ Նոր աշկս ընկավ, հիշեցի ես։ Ուրեմն այդ գազի ավտոմին է կարեք էլի։ Ինչ ավտո կար ու։ Որ գարս է գազը լսել։ Հա, չեմ տեսել այդ մեքենա։ Սիկին Աղեկյան ջան, ուրեմն սենց։ Եկեք ստեղ կանենք, ես այսպես չբացատրեմ։ Ուրեմն մի քանի տարի առաջ այս վերջի այն լավ երկրաշարժը որ եղավ, այս շենքերը սկսեց ճոճվել։ Իրանք եկան, այս երկաթը տեսնում եք բանը։ Լվացքի պարանը։ Չէ։ Հա, այս տեսա, հա։ Մյուսները այս մյուս շենքին է։ Իրանք եկան, ձիգ կապեցին, որպեսզի շենքը ամուր Հա, ինքը իրանով Հիմա ամրանա։ թուլությունը նայեք, կախվածությունը նայեք, այսի կռան բերեցին այս երկու Հա, փորձել են այդ լարով ամրացնել, այսինքն ամրացեցին երկու շենքը, մեկը հենա, մեկը հենա։ Իրար Հա, արդեն թուլացել է, քամին ճոճում է արդեն։ Մեղեցին, ձիգ ձգեցին ու գնացին։ Դուք հիմա նայեք կորությունը նայեք։ Հա, Ու ամբողջովին։ այս պատը սաղ ամբողջությամբ ջուր է, թաց է։ Դե քարերն էլ է իրարից Լրի, հեռացած։ աղը մեջի թացը, կանաչ բորբոսը։ Այսինքն նորից արձանագրում ենք, որ Վարդաշենի 6-րդ փողոցի այս երկու հարակից հանրակացարանների բնակիչների կյանքը լիովին վտանգված է։ Լիովին։ էդի խոսքը չի ասել։ Նացես աստիճանները։ Այս նկարել ենք, աստիճանները նկարել ենք, հա։ Լավ։ Վերջնական ամփոփենք։ Վերջնական ամփոփենք այս Պահանջում ենք ամենասեղմ ժամկետում։ Պահանջում ենք ամենասեղմ ժամկետում բնակարանային հարցը լուծել, խնդիրը լուծել, որպեսզի անվտանգ լինի մարդկանց կյանքը։ այո, Սոնա ջան։ Շրջան կբերես ստեղ։ Ժամկետում սկսեն Ամենասեղմ ժամկետում մի հատ տարհանում։ Բայց նորակառույց շենքի մեջ որ չէ, վարձով ուղարկեն։ Այսքան տարիների ձեր տառապանքը գոնե ունենա իր արժանի հատուցումը։ Առաջարկում բան, մենք համաձայն չենք, մենք պայմանագիր չենք կնքելու սերտիֆիկատի հետ, մենք տարհանումը համաձայն ենք նորակառույցի մեջ միայն։ Մասն առ մաս թեկուզ։ Շտաբ մի 100 հոգու պետք է ամեն շենքից Դուրս հանել, որ։ Հա։ Կատեգորիա էլի ասեցի, չէ՞ մաս։ Եթե քեզ առաջինը տան, ինձ երկրորդը, ես քեզ կծեծեմ։ Հա, ուրեմն մի անգամ։ Որտեղ վտանգավոր է, հա, իհարկե խնդիր է առաջանալու նաև տարբերակված վտանգելու դեպքում եկեք Բոլորին միասին, որտեղ ստեղ իրար կխփեն, գիտես ինչ շենք, հա։ Կրիմինալի շենք։ Հա, ամբողջովին երևում է, զգացվում է։ Մենք ընդհատում ենք արդեն ավարտում ենք եթերը, սիրելի քաղաքացիներ, տեղեկացնենք, որ հետևողական ենք լինելու են քաղաքացիների կողքը, մինչև որ այս խնդիրը ստանա իր արժանի պատասխանը, քաղաքացիների կյանքը լինի անվտանգ։ Այս ընտանիքներում մեծանում են ապագա զինվորներ, ապագա մայրեր, ուսուցիչներ, ընդհանրապես հայ մարդիկ են ապրում, տարեցներ, ովքեր իրավունք ունեն իրենց վաստակած կյանքը
նորմալ պայմաններում անցկացնելու։ Մանավանդ որ նրանցից գրեթե բոլորը աշխատում են, մուծում են իրենց, վճարում են իրենց հարկերն ու տուրքերը, այսինքն լիիրավ քաղաքացիներ են եւ գրեթե բոլոր ընտանիքներում եղել են զինվորներ, ճիշտ եմ ասում։ Բանակում ծառայել են բոլոր։ Նորակոչի կարգը մեզ ասել։ Իմ Նորակոչի։ վայ ոտս բռնվեց, մի ամի քայլում ասում վայ ոտս բռնեց։ Ինչա՞։ Տարբեր հիվանդություն։ Բայց 2 տարի հետո իմ երեխան ինչ առողջություն է։ Մի հատ էլ բանակից գա ինչ վիճակում կլինի։ Շենքերի բնակիչների ճակատագրի մասին հետագայում նորից կտեղեկացնենք։